Փառք Մեջդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատերև Սասնա-Ծռերին։ Ձգձգվում է, այն ինչի որ սպասում եմ, անկեղծ ասած, դե գիտենք որ Թրամփը սարսափելի անկանխատեսելի է եւ ավելի անկանխատեսելի քան մեկ այլ որակի անկանխատեսելիներ, որովհետեւ մարդը մի օր ասում է մեր այս պատերազմը Պարսկաստանի միջուկային զենք ունենալու իրավունքից զրկելն էր, հիմա էլ ասում է, բայց ով է ասել, որ Պարսիկն իրավունք չունի բալեստիկ հրթիռ ունենա կամ միջուկային բան ունենա, այդ ոնց է Սաուդյան Արաբիան կունենա բալեստիկ հրթիռ, մյուսը կունենա, Պարսիկն ումից է վադը, հասկանում, չի ասենք ոնց որ Նիկոլան մի օր ասում է Արցախն Հայաստան է, ունեն շատ խրոխտ, մի օր հակառակն է ասում, այսպիսի աշխարհում ենք ապրում, բայց որքան էլ որ Պարսկաստանի հարցը ձգձգվում է, միևնույն է, ինձ համար էական է, երբ որ Արևմուտքն ու Պարսկաստանը դաշնակցային հարաբերություն սկսեն։ Կարևորը դա է։ Բայց մի կողմից է լավն է, որ արդեն իսկապես Ռուսաստանը անդառնալության կետը անցել է, էլ չկա հնար։ Ու արագանում է այնտեղ։ Իսկ դա մեզ օգուտ է, այսինքն ռուս-թուրքական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը, այսինքն Ռուսաստանը խաղից դուրս է գալիս։ Երբ որ կմնա մենակ Թուրքիան, ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը կմերժի թուրքերին, որքան էլ Նիկոլը իր խաղը ցույց է տալիս որպես թրկահապատակ։ Անկաշկանդ, անթակույց, Ադրբեջանի հետ այս ջերմ հարաբերությունները, Թուրքիայի հետ այդ ջերմ հարաբերությունները, այդ մարդ չի թաքցնում։ Արդեն անցել է անթակույց ցույց տալու, որ իր տերերը շուտով արդեն բացահայտ զգացվում են, որովհետև ինքս խաղություն է խոսում նույն օրը, նույն ժամին Ալիևն այնտեղ Հայաստանը զավթելուց է խոսում։ Ուղիղ։ Այսինքն Արևմտյան Ադրբեջանից է խոսում։ Եվ ես մի կարևոր դիտարկում եմ ուզում անել այս սահմանադրական դատարան դիմելու այս process-ները, չէ, նախկինները, որ եւ մի քանի էլի քաղաքական ուժեր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ինչ որ անում են, լավ են անում, բայց պետք է դրա մեջ ազնվություն լինի, լրջություն լինի։ Չմոռանանք, այս այն սահմանադրական դատարանն է, որը Ռոբերտ Քոչարյանն է արդարացրել։ Հիշում եք, Հրաշք Թովմասյանի սահմանադրական դատարանը լուծարեցին, նոր սահմանադրական դատարան դրեցին եւ հանկարծ Քոչարյանի մարտի 1-ի գործով արդարացրին։ Այս այդ սահմանադրական դատարանն է, Նիկոլի։ Ու սրանից սпасել, ասենք, արդար որոշում, ասենք, անիմաստ է, որովհետեւ NLN դեպքում, երբ որ Նիկոլն ասում է, չկա դատավոր, որ իր ասածը չպետք է անի։ Նիկոլը բացահայտ իր այդ բանը, իր հանցանքը բացահայտ նաեւ խնդրի մեջ դնելով դատավորներին իմիջայլոց։ Եթե ինքը ասում է չկա դատավոր, որ իմ ասածը չի կարա անի, բայց եթե դատավորները լռում են, ուրեմն իրենք ընդունում են դա, համամիտ են։ Այսինքն իրենք անկախ չեն։ Իսկ դատական մարմինը պետք է բացարձակապես անկախ լինի։ Այսինքն իրենք ընդունեցին, որ կախյալ են։ Իրենց վճիռները արդեն իսկ չեն կարող արդար համարվել։ Անկամ եթե արդար վճիռ կայացնեն, որովհետև իրենք վարչապետի արտահայտությունը կուլ են տվել։ Այդ թողենք մի կողմ։ Ինչ են ասում։ Այս դե խառնեցին իրար, ասեցին, որ ընտրությունները կեղծված է, բացահայտ այս վերջերս տեսեք ասում են ոչ մի կեղծված ընտրություններում թվաբանորեն ապացուցելի չի եղել ընտրակեղծարարությունը։ Հա նախկինների այդ հաստաբան իրավաբան կամ պատգամավոր տեխնացուն որ ասում է, այդ Քոչարյանի մոդից եկավ, Սերժիկով եկավ, ասավ տաշիր սամո։ Ասում է թվաբանորեն հիմնավորված է, որ ընտրությունները կեղծվել է։ Որ Բարգավաճ Հայաստանի այդ ցեները իբր չեն հաշվել, չեն տեղադրել, չեն տվել։ Չեն ասում Կրեմլը նպատակահարմար չի գտել 4-րդ ուժ պահի խորհրդարանում, ինչպես նախորդ անգամ։ Հայաստանում երբեք ազատ արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ընտրությունների արդյունքները Կրեմլին չի բավարարել, այդ ընտրությունները կարող են չեղարկել եւ տնօրը անել։ Մենք անգամ մարտի 1 ստացանք այդ ընտրությունների արդյունքների հետ ժողովուրդը չհամաձայնվեց, մարտի 1-ով ստիպեցին ասին, հա պետք է վերցնեք։
Չէ շատ են ասում, բա Պուտինը չի շնորհավորել։ Ինչ պարտադիր է Պուտինը շնորհավորի։ Եթե Տաշիր Սամոն, մենք գիտենք, որ ինքը հստակ Պուտինի մարդն է, ինքը չէ թաքցնում։ Եթե Տաշիր Սամոն ասում է մենք մանդատները կվերցնենք, չէ՞։ Այսինքն պուտինականն ասում է մենք մանդատները կվերցնենք, նշանակում է պուտինականն համարում է, որ այս խորհրդարանը պետք է սենց աշխատի։ Այդ նույնն է, թե Պուտինը շնորհավորեց, էլի ընդունեց այս խորհրդարանի կազմը։ Ասում է, ով որ կասի մանդատներ մի վերցրեք, ուրեմն Նիկոլական է, իբր։ Պարզը չի Պուտինը իր բերանով շնորհավորի։ Սրանց գործողությունները արդեն ցույց են տալի Պուտինը այս խորհրդարանը, այս բացառապես Պուտինից կամքով է ձևավորվել այս խորհրդարանը։ Կարող է մի 2-3% չեն կարողացել խաղացնել, բայց որ այդ կազմը ամբողջությամբ Պուտինի ցանկությամբ է ձևավորել ու ասենք Իլհամի, Էրդողանի, այսինքն նույն մուրճ մանգաղ աստղն է մնացել։ Սրա ինչին հավանություն տա Պուտինը, իր ստեղծագործությանն ասի, ես լավ եմ նկարել։ Հիմա էլ մարդու գլուխ տենեք խառն է, գլխի կափարիչը թռել է։ Հասկանու՞մ եք, Հայաստանը շուտով ընդհանրապես Ռուսաստանի կողմից անդերության է մատնվելու։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ փաստի վրա։ Տեսեք, նախկիններն էլ ասում են, չէ, սրանք որ ասում են դուք ընտրակաշարք եք բաժանել, ասում են դատարանում չկա մի վճիռ, մի փաստ ավարտական, որ ասենք դատավորը վճիռ է կայացրել, որ այս գործողությունը կոչվում է ընտրակաշարք։ Այս ինչ մարդը սրան փող է տվել, որ գնա այսինչին ընտրի։ Եթե չկա դատական նման կայացված ակտ, վճիռ, ուրեմն ասել, որ ընտրակեղծարություն եղել օրինական չէ։ Ունենանք դատարանով ապացուցված վճիռ, կասենք, այսի փաստ։ Չկա։ Դե բնական է, այս մի քանի օրվա մեջ չէին տա, չէին հանի եւ ընդհանրապես չեն տա, որովհետեւ իրենք սա համատեղ կազմակերպված ընտրություն էր նախկինի ու ներկայի հետ։ Իրենք իրար հետ են էսի կազմակերպել։ Հիմա, բայց շուռ են գալիս սրանց, նրանք էլ ասում են, իսկ դուք ընտրակաշարքը օրենքով սահմանված կարգով հիմքերով եք ձեր ընտրակաշարքը։ Դուք ժողովրդին կաշառել եք պետական բյուջեի ռեսուրսների հաշվին։ Հələ չասենք, որ ստիպել վախեցրել եք, չէ, ասում ընտրություններից գրեթե 1 տարի առաջ ասեցիք թոշակը բարձրացնենք, որ ինչ անի, ինչին է պետք։ Բայց մոտեցանք ընտրություններին մի քանի ամիս առաջ բարձրացրեցիք։ Դա փաստ ընտրակաշարք է։ Հիմքով, գրած, հա, կնքած։ Նախկիներն էլ էսենց են հակադարձում, չհաշված այդ ռեսուրսները, ստիպողական, չգիտեմ եսի ինչերը, կամ այդ սոցիալական այդ միջոցառումները, թոշակառուների, չէ, այդ առողջապահական կարճաժամկետ։ Հիմա իրար քննադատում են, սենց սահմանադրական դատարան են տվել։ Այդ սահմանադրական դատարանը եւ որ պահին որոշեց, որ չէ, ամեն ինչ նորմալ է, հեսա իրենք պետք է գնան մանդատներ վերցնեն, ուրիշ բան չեն անելու։ Եթե Կրեմլից այլ ազդակ չկա, եթե աշխարհի անես չխախտվի, որ ասենք այս խորհրդարան արդեն իրենց ձեռնտու չլինի, որտեղ այդ ռուսը չունեցավ համապատասխան վերահսկողություն, այսինքն Պուտին չեղավ, Կրեմլը չազդեց, այս սրանք մնալու են անդեր, այսինքն անկառավարելի են մնալու, իսկ դա թուրքերին ձեռք չի տալի, որ խորհրդարանի կեսը մնա անկառավարելի։ Հա, այն կեսը Նիկոլն է իրենց ձեռքին է, բայց այս կեսը կմնա անկառավարելի։ Կարող թուրքերին ձեռք չտա, ասել լուծարեք, նորից ենք անում, այս անգամ թող Արման Բաբաջանյանը գա նախկինների փոխարեն, բանը գա է մյուսը գա, այն թրկահպատակ Եվրոպայում, որ Եվրոպայում են, Նիկոլի Սազանդարները։ Դրանց բերեք խորհրդարան, Արամ Սարգսյանը թող գա։ Եթե Ռուսաստան ջան դու ստեղ չկաս, թող բոլորը լինեն թրկահպատակ։ Այս դեպքում կարող է խորհրդարանը լուծարել։ Եթե չէ, սենց կռվի կտանեն, կմարի ժողովրդին հասկացնեն, դե ամեն ինչ արեցինք, լավ գնանք խորհրդարանով սրանց հարցերը լուծենք, բայց այդ խորհրդարանը նույն Մուրշման գաղաստը խորհրդարանն է, որը Արցախ է, էլի եմ կրկնում, մեծ միշտ պետք է կրկնեմ, Արցախ հայաթափած խորհրդարանն է սա նույն։ 23 թվին ոչ մի պատգամավոր մանդատը վայր չդրեց Արցախը հայաթափելուց հետո, ոչ մեկ իրեն վատ չզգաց։ Ոչ մեկ չհիվանդացավ։ Ոչ մեկին, ասենք, կատվածը չհարված, ոչ սրտին, ոչ գլխին։ Մենք ամեն օր ցավ ենք, տառապում ենք։ Ով գնան բժշկի կարող 1000 ու ցավ արդեն իմ մեջ հայտնաբերեն։ Բայց այդ մարդիկ
Ստացան բարձր աշխատավարձ 23 թվից հետո, պարգևավճար Նիկոլենց հետ, ասում են սենյակներում իրար հետ նստում, սուրճ խմում, հումոր են անում։ Հա, գնում են տեսախցիկի առաջ, սկսում են իրար հայհոյել։ Էս է խորհրդարանը, եւ չի փոխվել այդ խորհրդարանը։ Բայց ես մի հատ ուրիշ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել։ Տեսեք, ասում ենք 600,000 թոշակառու կա։ 600,000 թոշակառուի թոշակ բարձրացնելը եւ այդ որ նախկիններն ասում են ընտրակաշարք է, իրոք դա եթե ընտրությունների նախաշեմին դες բան է անում, դա ընտրակաշարք է։ Ուրիշ ոչինչ չի կարող լինել։ Կամ է սոցիալական առողջապահական ծրագիրը կարճաժամկետ։ Դա էլ։ Բայց հələ եկեք անալիզ անենք, ասենք մոտ 600,000 թոշակառու կա։ Դրանք պոտենցիալ ընտրողներն են, չէ՞։ Բոլորը կարող են ընտրել։ Դա երեխա չկա։ Եկեք տեսնենք Նիկոլը քանի ձայն է տարել։ 400, չգիտեմ, ինչքան 400,000, 400 քանի հազար։ Հələ այս ընդունենք, որ այդ 600,000-ից 200,000 Նիկոլին չի ընտրել։ Այդքան ծախսը անելուց հետո։ Եթե համարենք, որ այն 400 քանի հազարը ամբողջությամբ թոշակառուներ են, հələ 200-ը իրեն չի ընտրել։ Բայց մենք գիտենք, որ այդ 400,000-ը թոշակառուներ չեն, ինքը ապարատ ունի։ Այսինքն մեծամասամբ իր ապարատն է իրեն ընտրել ու իրենց հարազատ ընտանիքներով։ Այդ վախի, այսինքն ամբողջությամբ թոշակառուներ չեն, այսինքն նրա կեսն էլ կարող է թոշակառու չլինի։ Այսինքն ինչ է ստացվում, որ Հայաստանում իրականում այդ 65-ից բարձր տարիք ունեցող մարդիկ ավելի լուրջ են։ Այսինքն Նիկոլին ոչ թե թոշակառուն է ընտրել, ժորդ։ Ես իմ մոտ անալիզ եմ անում։ 600,000-ից, ասենք 600,000 թոշակառու կա։ Նիկոլը 400 քանի հազար ձայն է տարել։ Այդ արդեն ընկանը իրեն չեն ընտրել են տարբերությունը։ Այդ 400 քանի հազարից իր ապարատը, բանակը, չէ, հատուկ ծառայությունները քիչ թիվ չի։ Իրենց ընտանիքներով բանով հանում ենք, թող դրա կեսը, ասենք, թող մի 200-300,000 քարը տրակի թոշակառու Նիկոլին ընտրած լինի։ Այսինքն մոտ 30% թոշակառուների Նիկոլին ընտրած լինի։ Այսինքն ինչ է դուրս գալի, որ Հայաստանում, այդ որ ասում ենք զոմբի, անհայրենիք, անաբուր, հիվանդ գլխից, դրանք ավելի շատ երիտասարդների մեջ են, քան 65-ից բարձրերի մեջ։ Գերակշռողը երիտասարդների մեջ է։ Այ վախը, վտանգը ստեղ է, որ մարդը, այսինքն համոզվեցինք, որ թոշակային, որ ասում են թոշակառուները կգնան, մասսայական Նիկոլին կընտրեն, չէ, չեն ընտրել, փաստ տեսնում ենք։ 600,000 թոշակառուից մոտ 200,000-ը հազիվ ընտրած լինի իրեն, որ հաշվում ենք։ Իսկ դա լուրջ թիվ չէ ընդհանուր ֆոնի վրա։ Իսկ նշանակում է, որ Հայաստանում 65-ից բարձր տարիք ունեցող մարդիկ լուրջ մարդիկ են։ Երիտասարդներն են ավելի շատ կոտրված։ Այս Նիկոլի, այս Էրդողանի գիրքը կրծքի տակ նկարվելը այդ մարդկանց փաստորեն իրանց մոտ ոչ մի ադելություն չի առաջացրել, բայց այն տարիքով հասակով մարդկանց մոտ, այ դա ազդել է։ Այսպիսի բաներ կա։ Համենայն դեպս Ռուսաստանի կործանման արագացումը կբերի ռուս-թուրքական այս գործողության մի կողմը, որ ասենք չլինի, արդեն Թուրքինը իրենով դժվարանալու է։ Իրոք դժվարանալու է։ Եվ հնարավոր է, որ տեսնեն, որ ասենք վերջեր Պուտինը չի կարողանում, ասենք այս երկրորդ եթե Պուտինի ճակատագիրը որոշվեց, որ Ռուսաստանը Հայաստանին չկարողացավ ուշադրություն դարձնել, այնտեղ շատ ծանր վիճակ է։ Հեյդարի Լակոտն ասելու է, Նիկոլ դու էլ ընենց արա, ասա նոր ընտրություն ենք դնում ու ավելի դաժան ռեսուրս օգտագործի, որ ամբողջությամբ թրքահապատակ ուժեր այդտեղ խորհրդարանում։ Բացահայտ, ոնց որ այս տարի արեց ինքը։ Մինչև գիշերվա 12-ն ասում է բանակի քվեարկում էր։ Սպասենք նորություններին։